Բնակավայրերի ուղղությամբ են կրակել եւ վնասվել են, հա, նաեւ տանիքներ, դրանքին ինչ տեղեկատվությունից հետո չի եղել բնակավայրերի ուղղությամբ։ Բայց բնան ասում է, որ հենց բնակավայրերի ուղղությամբ է անգամ մարդկանց տներ են վնասվում մշտապես։ Չլսեցիք, ասում վերջին այն տեղեկատվությունը, որ բանան հաղորդումը տվել է, դրանից հետո չի եղել դե։ Ձեր կարծիքով ինչ նպատակի հետապնդում եւ ասում են, որ ըստ էության նաեւ խոճապ են փորձում հասարակության շրջանում, այս դեպքում սյունեցիների շրջանում տարածել։ Խոճապը սյունեցիների շրջանում դժվար կտարածվի այս եղանակով, բայց թե կոնկրետ բուն նպատակ որն է դժվար կլինի պատասխանել, որովհետև կարող են պատճառները տարբեր լինել։ Այն որ այդ կրակոցները գիշերային ձայնային ժամերին լսելի են, դա միանշանակ է։ Նպատակները կարող են խիստ տարբեր Իսկ շահառատեսական կարծում եք հնարավոր է որ հավատում են ձեր բնակիչները։ Կրակոցների ֆոնին ավելի շատ է մարդ հավատում եւ հույս ունենում, որ խաղաղություն կլինի։ Իսկ գյուղատնտեսական աշխատանքներ հնարավոր է լինում իրականացնել, չկա վախ, որ կարող է կրակել։ Ընդհանրապես ցերեկային ժամերին կրակոցներ չեն լսում, ինքը հատուկ գիշերային ժամերին է կրակոցները։ Այսինքն հերքում եք պարոն Ղուկասյան, որ մարդիկ ուզում են թողնեն գնան, որտեղ այդպիսի ինֆորմացիաներ տարածվում է եւս, որ մարդկանց տրամադրությունները գնացողներ։ Այո, հերքում եմ, որ մարդիկ ուզում են գնալ։ Պարոն Ղուկասյան, վերջերս Սյունիքի մարզի գյուղից երկու երիտասարդ էին մոլորվել, փաստորեն հետո պարզվեց, որ առհասարակ ադրբեջանական կողմում չեն եղել։ Դուք կարող եք մանրամասներ հայտնել, ի վերջո տղաները որտեղ են եղել եւ ինչու են ամբողջ գիշեր այդպես ուր են անցկացրել, ինչ է տեղի ունեցել։ Տեսեք, երբ որ այդ լուրը տարածվեց, բնականաբար ես չգիտեմ, այստեղ մարդ կար, ով փորձել իրենց հետ կապ հաստատել, ես հրաժարվեցի որևէ բան ասել, ինչի համար, որովհետև տեսեք, կա մի լուր, որ իրականում երկու երիտասարդները չկա, եւ այստեղ ցանկացած բան, որ իմ կողմից ասվեր, դա չէր լինի 100%-անոց ինֆորմացիա, հետեւաբար ես զերծ պահեցի որևէ բան ասելու, բայց այս պահին ինչքանով որ ես տեղյակ եմ, այո, իրենք չեն հատել սահմանը, ես կարծում եմ ավելի շատ սպասել են 8-9 նոր վերադառնան, հավանաբար վտանգավոր հատված։ Այդ դեպքում պարոն Ղուկասյան, ինչպես է գնահատում են փաստը, որ ԱԱԾ-ն խոսում էր իրենց Հայաստան վերադարձնելու մասին, իշխանությունը ԱԱԾ-ն ինքը եւս վերջին հաղորդագրության մեջ հերքեց այդ փաստը։ Այսինքն ինքը իրեն հերքեց։ Ինքը իրեն չէ, դեռ եւ պաշտպանության նախարարությունը կար եւ տեղական ինքնակառավարում եւ տարբեր տեղերից տեղեկատվություններ գալիս, հետեւաբար ես ինձ զերծ եմ պահել որևէ տեղեկատվություն տրամադրելուց, որովհետեւ այսպիսի իրավիճակներ են լինում։ Ինչպես է նաեւ Տեսեք Ժորժ ջան, ներողություն խնդրեմ, այս մասը ասեմ, այն հատվածները, որտեղ որ իրենք մոլորված են եղել, այդտեղ կա որևէ բան գոյություն չունի։ Քաղաքի ինչպես է սպասեք ավարտի, որ ադրբեջանական տարածքում են իրենց վերադարձնելու ուղղությամբ աշխատում են։ Տեսեք, սովորաբար դա ինչպես է լինում, ազգային անվտանգության ծառայությունը նախ այդ հատվածում ինքը ծառայություն չի իրականացնում, Սահմանապահներ չեն եղել։ դա այդ հատվածում չի։ Ցավոք սրտի հիմնականում այսպիսի դեպքերը լինում են այսպիսի հատվածներում եւ ինչն է բանը որ բնականաբար տարբեր մարդիկ տեղեկատվություն չէ տեղացիները ասում են հաղորդում են ընկերներ ծնողները եւ ընտանիքի անդամները ես կարծում եմ այդ ամբողջական տեղեկատվության հիմքի վրա եւ դա վարկած էր որը հետո իրենք հենց դասարանում Բաղ գիտենք որ այս օրերին իշխանությունները երեխեքները հարգ եկել իրանցողը որ մարդկականից զզվում է գործանելու Բաղ Ղուկասյան գիտենք որ այս օրերին իշխանությունները չնայած մի շարք անվտանգային խնդիրներ կան բայց օրակարգային են դարձրել վեհապարից ազատվելու հարցը Նիկոլ Փաշինյանը առաջարկել է խորհուրդ ձևավորեն որը կզբաղվի նոր կարգախոսի դրությամբ Դուք այս երևույթին ինչպես եք վերաբերվում այն բառամթերքին, որով վարչապետը արտահայտում է եկեղեցու մասին։ Տեսեք, կա խնդիր եւ այդ խնդրի մեջ ես իմ կարծիքը այս բան չէի ցանկանա բարձրաձայնեմ, որովհետեւ այսպես թե այնպես մենք գիտենք որ կա գոյություն ունի խնդիր ու առաջին դեմքերի մակարդակով ես կխնդրեմ ձեր պահեմ ես ինձ այդ ուղղությամբ հարցեր չտամ որովհետեւ որպես հայ մարդ իհարկե ես շատ ցանկանայի որ
այնպիսի իրավիճակ լիներ, որ ընդհանրապես այսպիսի դրվագներ չունենանք, բայց հիմա ունենք այն, ինչ ունենք, կա հարցադրում, ես վստահ եմ նաև ինչ-որ մի փուլում կլինի պատասխան եւ այս ամեն ինչը կլուծվի շահ մեր հայ ժողովրդի։ Ձեզ համար ընդունելի է, որ ժողովուրդը գնա վեհարանի մոտ եւ պահանջի, որպեսզի վեհապարը հեռանա։ Ես ինձ համար ընդունելի է միայն այն ինչ որ մեր ազգային եւ պետական շահերից եւ մեր ժողովրդի կամքով լինի, մնացածը արդեն ժողովուրդ, ես չեմ կարող ժողովրդի փոխարեն կամ այնպեսի կարծիք ասեմ, ես կարող եմ մեկ անհատի պահանջ չի ներկայացրել, Նիկոլ Փաշինյանն է այս պահանջը ձևավորում եւ իշխանությունը չեն ներկայացնի, այդ ամեն ինչը կլուծվի եւ կվերջանա։ Ուզում եմ ասել, հիմա process կա, հետևենք, ես էլ ուշադիր հետևում եմ, ես մտածում եմ օրերս Նիկոլ Փաշինյանն էր այցելել Սյունիքի մարդ եւ մենք տեսանք, որ այնտեղ բացի կրթվել են Նորաձևի արշավի իրականացումից, տեսանք նաեւ ընդդիմադիր իրենց ժամանակին հռչակած համայնքապետերը ինչպես էին շրջում Նիկոլ Փաշինյանին, ինչպես հաջողվեց վերադարձնել ձեր գծի մեջ, այսպես ասած, օրինակ Արուշ Արուշանյանը, որը ժամանակին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողների ջատագովներից էր, այսօր առաջի պլանում Փաշինյանի հետ քայլողներից է։ Գուցե ԿՊ-ին անդամակցելու քննարկումներ են ընթանում իր հետ։ Շատ լավ, կարծում եմ այս հարցը շատ երկար է, այսպես քննարկվել տարբեր հարթակներում, ոչ իրականությունը ընդհանրապես այդպեսին չէ։ Ինչպիսին է։ Իրականությունը այնպեսին է, որ տեսեք, ցանկացած համայնքի ղեկավար իրեն մտահոգում է իր համայնքի խնդիրները, ճիշտ է։ Եվ բնականաբար չի կարող համայնքը կառավարության հետ չհամագործակցել իշահեցի համայնքի, հետևաբար կառավարության հետ համատեղ կան բազմաթիվ գործընթացներ, աշխատանքներ, սուբվենցիոն ծրագրեր, մի խոսքով դա անհնար է ուղղակի չլինել որևէ աշխատանք։ Համագործակցում է փոխում պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Չէ, նկատի ինչու է։ Մենք միասին քննարկել ենք եւ ասել որ աշխատանքային հարաբերությունները պետք է պահպանվեն, անկախ նրանից ով ինչ քաղաքական դիրքորոշում ունի, դրանից պիտի ժողովուրդը ընդդիմադիր է, թե ընդդիմադիր չէ ինքը։ Ես վստահ եմ, որ ինքը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից չէ եւ չեմ կարծում, որ ընդհանրապես քննարկվել է նման հարց։ Պարոն Ղուկասյան, քանի որ Ոչ միայն Արուշ Արուշանյանի, հաշվել է Նորաձևի հաջողվեց կներես Ռուզանյան, ձեզ ոնց հաջողվեց ընդդիմադիր քաղաքապետերին համախմբել, ես համախմբել կարող օգտագործեմ, հա, ձեր շուրջ Նիկոլ Փաշինյանի շուրջ, որովհետև նրանք առաջ տեսնենք ինչ ակցիաներով էին դիմավորում, իսկ հիմա շարք են կանգնում, որ Նիկոլ Փաշինյանին դիմավորեն, ինչ տեխնոլոգիա է կիրառել։ Տեխնոլոգիա չկա, ճիշտն ասած անվանումը դրա աշխատանք։ Պետք է անկախ նրանից ով ինչ քաղաքական դիրքորոշում ունի, բայց այդ աշխատանքները պետք է իրականացվեն եւ աշխատանքի մեր աշխատանքային հարաբերությունների մեջ ես որևէ խնդիր չեմ հիշում, որ տեղի է ունեցել, ուղղակի պետք է անկեղծ աշխատել, որովհետեւ այսպես թե այնպես մենք ժողովրդի մասին ենք խոսում։ Հիմա եթե պետք է սուբվենցիոն ծրագրեր իրականացնենք, տարբեր աշխատանքներ, ջրագծեր, գիտեք, հատկապես Սյունիքն է, Բարդն է, եթե մենք պետք է մեր անձնական հարաբերությունները այնպես անենք, որ դա ազդի ժողովրդի վրա, ես չեմ կարծում, որ դա ընդհանրապես անկեղծ եւ ճիշտ վարքագիծ է, եւ մենք կարողացել ենք այդ հարաբերությունները ստեղծել։ Ես իրականում նաեւ ուրախ եմ, որ այդ միջավայրը ստեղծվել է, որովհետեւ դրանից շատ բան էր կախված։ Հիմա տեսեք հարց եք տալիս, ասում եք մարդիկ ուզում են լքեն թե ոչ, պատկերացրեք մի պահ, եթե քաոս լիներ Սյունիքում, ապա ինչքան մարդ իրականում կցանկանար լքել Սյունիքը, հետեւաբար նաեւ շնորհակալ եմ բոլոր համայնքապետերին, որ ես եկեք անվանենք դիմադրողականների հետ ինչ հարաբերությունների մեջ։ Երեք չէ առաջի օրն ենք հանդիպել, ոչ միայն իր հետ, այլ տարբեր եկեղեցականների հետ։ Նորմալ հարաբերություններ են այնքանով, որքանով որ մենք հարաբերություն տարբեր այնտեղ վանքերի ոչ ճանաչված վանքեր կան։ Ես անձամբ չեմ տեսել, տեսեք ձևակերպման բանով չգիտեմ, բայց այն որ բնականաբար կան տարբեր տեղերում խնդիրներ, բոլոր տեղերում կան խնդիրներ, բայց ուզում եմ ասեմ մենք Սյունիքի մարզում այդ մասում էլ այդպիսի որևէ լարված իրավիճակ ես ճիշտ ասած վերջին 3.5 տարիներին որ հարաբերությունների չեմ հիշում։ Եթե նույնիսկ լինում են փոքր, ապա դա հարթվում է աննկատ։ Նախիջևանում մի հատ ասեք զորավարությունների մասին, վտանգ ռեալ տեսնում եք, ասենք։ Ես անկեղծ որ ասեմ, քանի դեռ խաղաղություն չկա, միշտ վտանգը կա, բայց ես որ լավ մանրամասն տեղյակ չեմ այդ զորավարժությունները ինչ բնույթի են, ինչ են, դա երևի թե
կարծում եմ ճիշտ կլինի այդ հարցը տակ այն գերատեսչություններին, ովքեր որ ուղիղ զբաղվում են այդ հարցը։ Պարոն Ղուկասյան, Այո։ ես կներեք։ Պարոն Ղուկասյան, քանի որ կրթվել է նաև Նորաձևը իմ գործընկերը հիշեցրեց Սյունիքում անցկացող վերջին շրջանում շատ հաճախ է Սյունիքում կրթվել է Նորաձևը այդ արշավը իրականացում։ Ինչով է արժանացել Սյունիքը Աննա Հակոբյանի այդ, այսպես ասած, արշավի պատվին, այսինքն Սյունիքում շատ խնդիր կա կրթվել, որ անդադ գալիս է Աննա Հակոբյանը կրթելու ձեզ։ Տեսեք, կրթելու մասին չի խոսքի, ես հասկանում եմ նաև ծիծաղը ժպիտը, իրականում դա այդ ֆորմատը չի, որը որ վերնագիրն է հուշում, մեկ եւ երկրորդը հատուկ ինչ որ չեմ կարծում, որ Սյունիքի մարզը ինչ որ հատուկ են գալիս, ուղղակի գիտեք, որ այնտեղ on-line հարթակ կա, որտեղ հերթագրվում են մարդիկ, ընդ որում այդ հարթակում ովքեր են հերթագրվում մենք տեղեկություններ չենք ունենում սովորաբար, ունեք դուք էլ կարող եք մեկ անգամ փորձել, տեսեք որ այդպես է ու երբ որ ես ինչքանով որ ես եմ հասկանում, եթե x թվով մարդիկ որ հավաքվում են, այո։ Իսկ նաև խոսակցություններ կան, օրինակ եթե վարչապետի տիկինը այդ ծրագրի շրջանակներում գումարվի բեմար, այնտեղ մարզպետը դպրոցի տնօրեններին, ուսուցիչներին հորդորում է մասնակցել նրան կոչող տնօրեններին դպրոցի ուսուցիչներին դիմել այդ որ հաստատի ակտիվ մասնակցություն ունենան։ Լավ է, որ ես սկզբում ասացի խոսակցություններ կան, այդ լուրերը հենց այդ խոսակցությունների մակարդակում էլ կմնան եւ չեն կարող երբեք դուրս գալ, որովհետեւ ոչ միայն այս դրվագով, այլ ընդհանրապես Սյունիքի մարզում չկա մեկ դպրոցի տնօրեն, ով չիմանա կոնկրետ իմ դիրքորոշումը ցանկացած այսպիսի երևույթների նկատմամբ, իրենք պետք է հեռու պահեն իրենց եւ այդ բոլոր process-ներից եւ զբաղվեն միայն ու միայն կրթությամբ երեխաների։ Պարոն Ղուկասյան, ասում ենք, որ սահմանազատումը տարուշից հետո հաջորդելու է Գեղարքունիքի մարզը եւ Սյունիքի Ճիշտն ասած դատաների հետ կապված որևէ տեղեկատվություն չունեմ եւ եթե ունենայի մեծ սիրով ձեզ կասեի, ես կարծում եմ էլի հասցեատերը ես չեմ կարող հստակ ասել։